Բարև ձեզ, պարոն Ճախոյան, մեկնարկել է 9-րդ գումարման ազգային ժողովի հերթական նիստը, արդեն 3 օր է, ինչ խորհրդարանական աշխատանքներին եք մասնակցում, պարոն Ճախոյան, դուք խորհրդարան եք եկել կառավարությունից, այդտեղ աշխատելու բավականաչափ փորձ եք կուտակել, խնդրում եմ ձեր տպավորություններով կիսվել, խորհրդարանում է ավելի հեշտ եւ կոմֆորտ աշխատանքի առումով, թե կառավարությունում էր եւ ընդհանուր ձեր տպավորությունները նաեւ խորհրդարանական ընդդիմության 3 օրերի ցուցաբերած վարքագծի հետ կապված։ Գիտեք, թերևս երևի փորձեմ զերծ մնամ համեմատության մեջ դնելը, թե արդյոք որտեղ էր հեշտ կառավարությունում էր հեշտ աշխատելը, թե ազգային ժողովում, ամեն մեկը ունի իր յուրահատկությունները։ Այն որ ազգային ժողովում աշխատանքը շատ ավելի քաղաքականացված է, դա միանշանակ է, ես վստահ եմ, որ այն մարդիկ, ովքեր ավելի շատ քաղաքականացված ելույթներ են ուզում ունենան, հայտարարություններ անեն, այդ մարդկանց համար շատ ավելի կոմֆորտ է լինելու ազգային ժողովում, թերևս, բայց ես ձեզ ասեմ, ես չեմ էլ փորձում ինչ-որ համեմատություն անցկացնել կառավարության եւ ազգային ժողովի միջև, արձանագրենք միայն այն փաստը, որ ժողովրդի լեգիտիմ ընտրությունների արդյունքում տրված մանդատը ես վերցրել եմ, այո, տեր եմ կանգնել ժողովրդի տված քվեին։ Խորհրդարանական ընդդիմության վարքագիծը կարծեք թե առաջին նիստի ժամանակ փոխադարձ ըմբռնում արձանագրվեց, որ կառուցողականության դաշտում եք աշխատելու, ի տարբերություն 8-րդ գումարման ազգային ժողովի, կարծում եք այս վարքագիծը որքան ժամանակ կցուցաբերի ընդդիմությունը, թե X պահի նորից կգնան ապակառուցողականության դաշտ, հատկապես որ չեն հրաժարվել իշխանափոխության գաղափարից, իսկ այդ գաղափարը ենթադրում է նաև հատել կոռեկտության սահմաններն ու քաղաքական բանավեճի կարմիր գծերը։ Թերևս ես կիսում եմ այն մոտեցումը, որ այո, բարեկրթության սահմաններում պետք է տեղի ունենան ազգային ժողովում բոլոր տեսակի քննարկումները։ Իհարկե դա չի ենթադրում, որ չպետք է լինեն բանավեճեր, բանավեճեր միանշանակ լինելու են միմյանց հասցեին ուղղված քննադատություններ, բայց այդ ամենը լինելու է բարեկրթության սահմաններում։ Արդյոք խորհրդարանական ընդդիմությունը ինչ-որ պահի դուրս կգա այդ սահմաններից, թե ոչ, ուզում եմ չհավատալ նրան, որ դուրս կգա ինչ-որ պահի այդ սահմաններից, թերևս միտված եմ հավատալու նրան, որ կշարունակեն մնալ այդ սահմաններում, չնայած որ ոչինչ բացառել պետք չի, այսինքն երաշխավորել խորհրդարանական ընդդիմության փոխարեն միանշանակ ես չեմ կարող եւ զերծ կմնամ այդ ամեն ինչից, որովհետեւ խորհրդարանական ընդդիմությունից կներեք ես ինքս անձամբ չգիտեմ թե որ պահին ինչ կարելի է սպասել։ Բանավեճի կոռեկտ բառապաշարի առումով մի դիտարկում, պարոն Ճախոյան, մինչ դուք խորհրդարանական երկու խմբակցությունների հետ փորձում եք կոռեկտ բանավիճել, մասնավորապես Ուժեղ Հայաստան խմբակցության կուսակցության համանուն կուսակցության առաջնորդ պարոն Սամվել Կարապետյանը այսօր իր դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում խոսելով Գագիկ Ծառուկյանի ընկերությունները խլելու մասին, այսպիսի բառամթերք է գործածել. չտես գյորմամիշ ժողովուրդ են, քարը քարին չեն թողնի։ Խնդրում եմ ասել, չտես գյորմամիշ ժողովուրդ են արտահայտությունը որքանով է տեղավորվում կոռեկտության սահմաններում։ Ես կարծում եմ տեղավորվում է չտես գյորմամիշ ժողովուրդ արտահայտությունը կոռեկտության սահմաններում այնքան, ինչքան տեղավորվում է ընտրությունների ժամանակ ձայնագրություններից հայտնի բոշա, շուն ու շանգալ արտահայտությունները։ Ժողովուրդ ջան, այդ մարդկանցից ավելին մի սպասեք, այդ մարդկանց ցենզը մակարդակը այդքանի բավարարում։ Մեռանք ասելով ընտրությունների ժամանակ, որ գիտեք, իշկա ձեր ցենզը պետք է փոխել։ Այն արտահայտությունները, որ մարդկանց հասցեին անում եք, թեկուզ եթե այդ մարդիկ նույնիսկ ձեզանից ընտրակաշառք են վերցրել, դուք ապրանք չեք առնում, միշտ այդ մարդկանց մի վերաբերվեք որպես ապրանքի, բոշա, շուն ու շանգալ, այսօր էլ արդեն չտես գյորմամիշ, ու այս ամեն ինչը ես ավելի քան վստահ եմ շարունակական է լինելու, իսկ Սամվել Կարապետյանի ցենզի մասին կարծում եմ մեր հանրությունը նոր չպետք է որ տեղեկանա, նախընտրական քարոզարշավի ժամանակ ինչպես ինքն էր ասում, հաղթաշարի ժամանակ, երբ հայերեն հասարակ բառն անգամ չէր կարողանում հստակ արտաբերել, Սամվել Կարապետյանի ցենզին մեր հանրությունը հասցրեց ծանոթանալ։ Մտավախություն չկա, որ
խորհրդարանական համանուն խմբակցությունը Սամվել Կարապետյանի կողմից փաստացի ղեկավարվող նույնպես ինչ որ X պահի կարող է նմանօրինակ բառապաշար։ Օրինակ տեսեք, ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ, իմ ելույթի ժամանակ, չգիտես ինչու, ավելի շուտ գիտես ինչու, ջղաձգվեց Սամվել Կարապետյանի խմբակցությունը, երբ ես հայտարարեցի, որ Կտրիչ Ներսիսյանը կուսակրոնության ուխտը խախտած անձ է ընդամենը, նա վեհապար չէ եւ ունի զավակներ եւ իրենց այն հարցադրմանը թե ուր է վեհապարը, եթե իրենց պատկերացած վեհապարը Կտրիչ Ներսիսյանն է, ապա Կտրիչ Ներսիսյանին կարող են փնտրել իր զավակների մոտ։ Այդ ամեն ինչը բավականին մեծ ջղաձգումներ առաջացրեց այդ խմբակցության մոտ, բայց հարցը գիտեք ինչու՞մն է։ Ինչից էին ջղաձգվել, որ Կտրիչ Ներսիսյանը զավակ ունի, թե ես բարձրաձայնեցի, որ Կտրիչ Ներսիսյանը զավակ ունի։ Ամբողջ խնդիրը գիտեք ինչու՞մն է։ Մինչև այսօր Կտրիչ Ներսիսյանը չի հերքել, որ զավակ կամ զավակներ ունի։ Հիմա այս մարդիկ եկել են ստեղ, ում համար են կռիվ տալիս։ Այդ թվում նաև Կտրիչ Ներսիսյանի եղբայրը, Եզրասը, մինչ օրս չի հերքել, որ ունի կին եւ զավակ։ Չի հերքել նաև այն փաստը, որ հանդիսանում են հատուկ գաղտնի ծառայությունների գործակալ Կարո Մականունով։ Հիմա այս մարդիկ եկել են փորձում են մեզանից պաշտպանել մի մարդու, այս դեպքում Կտրիչ Ներսիսյանին, ով ակնհայտ որ զավակ ունի ու չես հասկանում թե ինչի համար են պայքարում ու ջղաձգվում, բայց մեր խորհրդարանական ընդդիմությունը ուզի թե չուզի իրականության հետ պետք է ջղաձգման պատճառը պարոն Չախոյան կարծում եմ այն էր, որ Գարեգին Բ-ն չէր հրավիրվել կամ չէր ներկայացել ազգային ժողովի անդրանիկ նիստին եւ իր հայրապետական օրհնության խոսքը հղելու հնարավորություն չունեցավ։ Նախ դուք պարզաբանել եք ազգային ժողովի աշխատակազմի հետ ինչու չէր հրավիրվել կամ արդյոք հրավիրվել է պարտադիր պայմաններ թե ոչ եւ ականատես եղանք, որ անդրանիկ նիստից հետո երկու խմբակցություններն այցելեցին Մայրաթոր եւ ստացան Գարեգին Բ-ի օրհնությունը, իսկ դուք ոչ։ Մի տեսակ անհարմարության զգացում չկա ձեզ մոտ, բացարձակապես նախ ազգային ժողովի աշխատակազմի հետ այդ խնդիրը չեմ քննարկել եւ չեմ էլ պատրաստվում քննարկել։ Ձեր նշած Գարեգին Բ-ն, նույն ինքը Կտրիչ Ներսիսյանը մեզ համար չի հանդիսանում վեհապար եւ հետեւաբար մենք չունենք վերջինիս օրհնանքի կարիքը, իսկ նրանք ովքեր ունեն այդ օրհնանքի կարիքը, չնայած նրան, որ Կտրիչ Ներսիսյանը կուսակրոնության ուխտը խախտել է, Աստծուն տված ուխտը դրժել է, այդ մարդիկ ազատ են եւ կարող են գնալ Կտրիչ Ներսիսյանից իրենց օրհնությունը ստանան։ Դա իրենց իրավունքն է բացառապես։ Գանք խորհրդարանական ընդդիմության օրակարգին, իշխանափոխության օրակարգ թույլ տվեք անվանել սողացող օրակարգ, հիմնական, բայց սողացող օրակարգ, որը դեռևս նախորդ գումարման ազգային ժողովից բերվել է գործող խորհրդարան։ Ըստ ձեզ, պարոն Չախոյան, ինչ այլ օրակարգերով է ընդդիմությունը եկել այս խորհրդարան։ Օրինակ, երկրորդ նիստի ժամանակ 3 Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար պարոն Նարեկ Կարապետյանը բարձրացրեց Հակասաֆարովյան օրենք ընդունելու հարցը, կանխելու ադրբեջանցիների կողմից Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելու, հող ձեռք բերելու հնարավորությունը, երևի սա այն 300,000 ադրբեջանցիների Հայաստան նախընտրական քարոզարշավի ժամանակ իրենք առաջ քաշեցին կեղծ թեզ, համաձայն որի իբրև թե Հայաստան պետք է գան 300,000 ադրբեջանցիներ։ Ես ասեմ դες ավելին, անգամ հայտարարվում էր, որ ընտրություններից կարճ ժամանակ անց, եթե հանկարծ իրենք պարտվեն ընտրություններում, այդ ադրբեջանցիները գալու են շատ արագ տեղավորվեն, բազմանան, ամեն մեկը 10 հատ զավակ է ունենալու, մի քանի տարի հետո գնալու են Հանրաքվեի, այս մեր երկիրն էլ սարքեն Հանրաքվեի միջոցով Ադրբեջանում իմաց։ Հիմա այդ ամեն ինչը հոդս է ցնդել։ Այդ փուչիկը պայթել է, բայց այս փուչիկին որպեսի փորձեն պաշտոնական երանգ տան ու փորձեն լեգիտիմացնեն։ Հիմա այդ կեղծ ինչ որ առաջարկներն են բերում, թե եկեք նման օրենքի նախագիծ բերենք, քննարկենք, ներկայացնենք, հետագայում նաև օրենքը ընդունենք, այդ Հակասաֆարովյան օրենքը։ Բայց պետք է հիշեցնեմ, այսօր ամբիոնից եմ խոսել դրա մասին, այդ Հակասաֆարովյան օրենքի մասին դեռևս մայիսի 25-ին իրենց ֆեյք առաջնորդը, վարչապետի թեկնածուն, ինքնահռչակ վարչապետացում, նույն ինքը Սամվել Կարապետյանը հայտարարում էր
ասում էր մեր կառավարության առաջին նիստին մենք կընդունենք Սախվարովի կանխարգելման օրենք, ինչը թույլ չի տա, որ ադրբեջանցիները Հայաստան գալուց հետո կարողանան Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույք ու հող ձեռք բերեն։ Նախ մի կողմ դնենք այն փաստը, որ անհնար է եւ հնարավոր չէ, ու մեր սահմանադրությունը թույլ չի տալիս, որ կառավարության նիստին օրենքներ ընդունվեն։ Այն որ դա էլ է խոսում իրեն ցենզի մասին, կրթական դա էլ մի կողմ թողանք։ Բայց ամբողջ խնդիրը ինչու՞մ է, եթե դուք կառավարության նիստին օրենքներ եք ընդունում եւ հայտարարել եք, որ կառավարության նիստ կանեք եւ կընդունեք, հարգելիներս գնացեք, արեք, ընդունեք։ Մեր հետ ինչի եք ուզում բերեք այդ ամեն ինչը ասոցացնեք։ Այդ կեղծ թեզերին ինչի եք ուզում պաշտոնական երանգ տակ, մեզ էլ ներքաշեք այդ ամեն ինչի մեջ։ Չի ստացվի։ Բնականաբար չի ստացվելու եւ ես այսօր էլ ամբիոնից հորդորել եմ, թող գնան իրենց ֆեյք վարչապետի Սամվել Կարապետյանի գլխավորությամբ կառավարության իրենց ֆեյք նիստերը անցկացնեն եւ այդ օրենքները ընդունեն։ Իդեպ այդ կառավարության ֆեյք նիստերը ինձ ավելի շատ հիշեցնում էին 6-րդ պալատի նիստեր, մամուլում էլ տեղեկություններ էր շրջանառվում, որ այդ նիստերին մասնակցում էին անգամ Մակեդոնացին, Նապոլեոնը, այսինքն այսքան անլուրջ էր այդ ամեն ինչը։ Ինչ վերաբերում է թե ինչի համար են ներկայացված որն է իրենց օրակարգը շատ հստակ է։ Նախ առաջին հերթին առաջնային նպատակը հասնել իշխանափոխության եւ երկրորդ այս մարդիկ ներկայացված են ազգային ժողովում իրենց առաջնորդների գույքը պաշտպանելու համար։ Հայաստան դաշինքը Ռոբերտ Քոչարյանի ապօրինի գույքը պաշտպանելու համար, գիտեք երևի տեղյակ եք դատախազությունը $200 միլիոն ապօրինի գույքի պահանջ է դրել Քոչարյանի դեմ, եւ ինչքան էլ փորձեն իրենք հերքել այդ ամեն ինչը, կներեք դատախազությունը պաշտոնապես հայտարարել է, թե ինչ գույքերի մասին է խոսքը։ Այո, ներկայացված են ազգային ժողովում, որպեսզի փորձեն պաշտպանել այդ գույքը, որպեսզի հանկարծ չպետականացվի։ Ինչ վերաբերում է այն խոսույթին խլել, դա խլել չէ։ Դա վերադարձնել է, պետությանն է վերադարձում այն գույքը, այն ամեն ինչը ժամանակին հենց իրենց առաջնորդները խլել են այս պետությունից ու ժողովրդից։ Այ խլողը իրանք են, մենք վերադարձնող ենք, տարբերությունը այդտեղ է։ Ինչ վերաբերում է ուժեղ Հայաստանին, ուժեղ Հայաստանի падգամավորները նկատած կլինեք հավանաբար ազգային ժողովի ամբիոնից բազմիցս ելույթներ են ունենում հեծի մասին։ Այո, նրանց ներկայացվածությունը ազգային ժողովում պայմանավորված է նաև Սամվել Կարապետյանի պետականացվող գույքը պաշտպանելու համար։ Փորձում են ամեն կերպ արդարացումներ գտնել, ներկայացնել, թե իբրև հեծը խլել են, կներեք, հեծը ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածք էր։ Մարզերում մարդիկ 6 ժամով, 7 ժամով, ընդհուպ մինչև 12 ժամով հոսանք չէին ունենում։ Հասկանում եք, ինչ կատաստրոֆիկ վիճակ էր։ Ես չեմ կարծում, որ հիմա պետք է ներկայացնել, թե ինչ կատաստրոֆիկ վիճակում էր հեծը գտնվում։ Մինչև այն պահը, երբ որ կառավարության կողմից հեծում նշանակվեց կառավարիչ, ու քիչ-քիչ սկսեց հեծը բնականon աշխատանքով աշխատել։ Ու հեծում ես տեղյակել եմ, ու անընդհատ հրապարակումներ են լինում պաշտոնական դրանց մասին, որ անընդհատ տեղի են ունենում բարեփոխումներ, անընդհատ։ Այդ թվում նաև բաժանորդագրության սակագինն է բավականաչափ նվազել։ Շարունակելով իշխանափոխության թեման, պարոն Չախան, այսօր պարոն Սամվել Կարապետյանը հետաքրքիր ձևակերպումներ է տվել թեմային, ասել է, որ սա մեկ մարդու դեմ մղվող պայքար չի, սա մեխանիզմի դեմ մղվող պայքար է, սա շատ կարծր ամուր մեխանիզմ է եւ այն ջարդելու համար ահռելի ջանքեր են պետք եւ ինչու ակնարկել բաց տեքստով ասել է, որ այդ մեխանիզմը ձևավորվել է արտաքին շահագրգիռ ուժերի կողմից, նաեւ հավելել է, որ պետք է շնորհակալ լինեն իրեն, որ ինքը առաջնորդում է ընդդիմադիր պայքարը եւ օգնում է փրկել հայրենին, ջարդել այդ կործանարար մեքենան, որը պետությունը անունն է գլորում, այս մասին ինչ կասեք, հաստատ մի մեքենա եք ձևավորել օտար պետությունների ձեռան, 18 թվին։ Շատ անլուրջ հայտարարություն է, այն որ Հայաստանի Հանրապետությունում 18 թվականից մինչ այսօր տեղի են ունենում լեգիտիմ ընտրություններ, ես չէ որ պետք է ասեմ, մարդիկ այս երկրում ապրում են, մեր քաղաքացիները ամեն օր առնչվում են այդ ամեն ինչի հետ, տեսնում են, չէ ինչ է կատարում։ Լավ, Սամվել Կարապետյանի
պատկերացմամբ մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիները այդ աստիճան միամիտ էին, որ ինչ որ գործակալական ցանցի անդամների օգտին պետք է գնային ընտրատեղամասեր ու քվեարկեին, հա։ Դուք հասկանում եք, որ Սամվել Կարապետյանը դրանով անարգում է մեր ժողովրդին։ Այո, դա անարգանք է։ Անարգանք է, որ Սամվել Կարապետյանը անընդհատ մեր ժողովրդի տված քվեն մեծ հարցականի տակ է դնում։ Սա կատարյալ անարգանք է մեր ժողովրդի հանդեպ։ Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանի մյուս հայտարարություններին, թե պետք է իրեն շնորհակալ լինել, որ ինքը առաջնորդում է, ինչի համար շնորհակալ լինեն։ Դուք տեղյակ եք, որ Սամվել Կարապետյանի ուժի օգտին, ուժեղ Հայաստանի օգտին քվեարկելու համար նախընտրական քարոզարշավի ժամանակ բաժանված ընտրակաշառքների գործով հարյուրավոր մարդիկ անցնում են քրեական գործերով։ Հարյուրավոր մարդիկ հայտնվել են ճաղերի հետևում, հարյուրավոր մարդկանց ճակատագրեր խեղվել են։ Այդ մարդիկ տարիներով բանտերից, ճաղերի հետևից, դատարանների չեն կարողանալու դուրս գան։ Ինչի համար շնորհակալություն հայտնեն։ Դրա համար, շատ կներեք, մարդկանց փուռը տալու համար։ Մի հատ էլ էս ազգային ժողովի դալիճում հայտարարում են, ասում են ընտրակաշառք տալը, այո, դա շանտախություն է։ Ժողովուրդ, դուք լուրջ եք ասում։ Դուք ում եք ծերառում, լավ։ Ում եք ծերառում։ Ձեր կարծիքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիները տեղյակ չեն, ով է ընտրակաշառք բաժանել։ Լավ, ո՞նց կարելի է այդ քողը քաշել երեսին, գալ ազգային ժողովի դալիճից հայտարարել, թե այո, ընտրակաշառք բաժանելը շանտախություն է։ Լավ, դուք գոնե պատկերացնում եք, այդ Հայաստանի Հանրապետության այդ քաղաքացիները, երբ որ լսում են ձեր այդ հայտարարությունները, ինչ կարծիք են ձևավորում ձեր մասին։ Քանի երես ունեք դուք, լավ։ Դա մի կողմ թողնենք, նաև ձեզ մեղադրում են ձայնագողության մեջ, օրինակ շատ բուրըն ստանձնել են Բարգավաճ Հայաստան կուսակցության շահերի պաշտպանություն, ասում են, որ դուք մի ամբողջ ֆրակցիա ձեր ագահության պատճառով, որպեսզի 2/3 ունենաք խորհրդարանում, դուրս եք թողել խորհրդարանից։ Այս քննադատությանը ինչպես մեզ մեղադրում են, այո, ընդդիմությունը մեզ մեղադրում է Բարգավաճ Հայաստան կուսակցության ձայները գողանալու, հետագայում նաև փոշիացնելու ու յուրացնելու մեջ, բայց եկեք մի պարզ բան հասկանանք։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումից հետո այդ թվում նաև Բարգավաճ Հայաստանը, երբ որ դուրս մնաց պայքարից, դրա հաշվին մանդատ է ստացել նաև ուժեղ Հայաստան դաշինքը։ Եթե չեմ սխալվում, նաև Հայաստան դաշինքը։ Այսինքն ընդդիմադիր դաշինքներից, խմբակցություններից յուրաքանչյուրում մեկական մանդատ է ստացել։ Լավ ժողովուրդ ջան, եթե դուք համարում եք, որ մենք գողացել ենք, փոշիացրել ենք Բարգավաճ Հայաստան կուսակցության ձայները, բայց դեպքում այդ մանդատները ինչի եք դեն ձիգ-ձիգ վերցրել ու նստել։ Բա հրաժարվեք այդ մանդատներից։ Կամ այդ կեղծ նարատիվը, որ գալիս են ազգային ժողովի ամբիոնից մի հատ էլ փորձում են համոզել մեր հանրությանը, այս ազգային ժողովը լեգիտիմ չէ։ Ժողովուրդ, եթե լեգիտիմ չէ, դուք ինչ գործ ունեք ազգային ժողովում։ Դուք ընտրության արդյունքները ամփոփելուց 5 րոպե անց, եթե ընտրությունները կեղծվել են, պետք է լինեք փողոցում։ Ինչի դուրս չեք գալիս փողոց։ Տրիգերի են սպասում, պարոն Կարապետյանը։ Ես շատ լավ եմ հասկանում, ինչ ի նկատի ունի պարոն Կարապետյանը, Սամվել Կարապետյանը, երբ ասում է տրիգերի ենք սպասում։ Ինչ նկատի ունի։ Իրենց համար տրիգերը, տրիգերը իրականում շարժառիթ է նշանակում, ինքը փոխանջատի չէ, եթե այսպես մեկնաբան, խթանի չէ, ինչ որ սիգնալ է։ Այդ սիգնալը իրանից ինչ է ներկայացնում, շատ լավ եմ հասկանում, ինչի նկատի ունի։ Ի նկատի ունի Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների լարումը, իրենք սպասում են, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները մի փոքր լարվեն, սահմանի վրա թեկուզ մի փոքրիկ ինչ-որ խժդժություն լինի, որ միանգամից դուրս գան փողոց ասեն, այ տեսեք, այս մարդիկ խաղաղություն են խոստանում, չկարողացան խաղաղություն բերեն։ Բայց եկեք մի բան փաստենք, ինչը ես կարծում եմ, որ նաև մեր քաղաքացիները ինձ հետ կհամաձայնեն, որ տևական ժամանակ Հայաստանի Հանրապետության սահմաններին խաղաղություն է տիրում։ Ու Սամվել Կարապետյանի ու մնացած ընդդիմադիր գործիչների այն երազանքը, որ խաղաղությունը մի օր խարխլվելու է,
Այդ իրենց երազանքը, իրենց մուրազը, իրենց փորում է մնալու, խաղաղությունը հարատև է լինելու, որովհետև Հայաստանը եւ Ադրբեջանը վաղուց իսկ արդեն երկխոսություն են ձեռք բերել, որ այո, կան հարցեր, բայց այդ հարցերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհներով։ Մենք այսօր Հայաստանի Հանրապետությունում ունենք զինծառայողներ, ովքեր գնացել են բանակ, իրենց 1.5 տարի պարտադիր ժամկետային զինծառայությունը անցել են, ոչ մի կրակոցի ձայն չեն լսել սահմանին, առողջ ու անվտանգ վերադարձել են իրենց տուն, իրենց ընտանիք, իրենց հարազատների մոտ։ Արդյոք սա չէ մեր ամենամեծ ձեռքբերումներից մեկը։ Պարոն, իսկ կարող է այդ թրիգերը լինել նաև սահմանադրական բարեփոխումների գործընթացը։ Ուժեղ Հայաստան կուսակցության падգամավորի թեկնածու հետո մանդատից հրաժարված տիկին Գոհար Մելոյանը իր հարցազրույցներից մեկում բաց տեքստով ասաց, որ տրիգերը կարող է լինել, երբ որ սահմանադրության տեքստը հրապարակվի, երբ որ սահմանադրության տեքստում լինեն շատ վիճահարույց եւ մեր պետականության հիմքերը խարխլող դրույթներ։ Ինչ եք կարծում, հաշվի առնելով, որ դա ձեր առաջիկա անելիքների օրակարգի մեջ է, սահմանադրական բարեփոխումների։ Տեսեք, ամբողջ խնդիրը գիտեք ինչու՞մ է, մեր երկրում ինչը կատարվում է, ինչ բարեփոխումների գնում է իշխանությունը, իրենք ամեն ինչը փորձում են կապել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։ Ցանկացած քայլ, բայց եկեք մի հատ հասկանանք, այդ սահմանադրության փոփոխությունը ում է առաջինը պետք։ Պարզ է, չէ՞, սահմանադրության փոփոխության տակ ինչ ական է դրված։ Անկախության հռչակագրին հղում կա, որտեղ խոսվում է Ղարաբաղի ու Ղարաբաղյան շարժման մասին։ Պարզ է, չէ՞, ու փաստարկված է, որ Հայաստանի Հանրապետությունում Ղարաբաղյան շարժման էջ վաղուց արդեն իսկ փակված է։ Եվ վերաբացման ոչ խնդիր կա, ոչ էլ կարիք է լինելու։ Դե ֆակտո Ղարաբաղյան շարժման էջը փակված է, բայց դե յուրե արդյոք փակված է։ Այո, կա ստեղ խնդիր, ու այդ խնդրին պետք է տալ լուծում։ Սահմանադրության փոփոխությունը առաջին հերթին հենց մեզ է պետք։ Այդ ականից մենք պետք է ձեռքբազատվենք, որպեսզի մենք դրանով իսկ ապահովենք Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում խաղաղության հարատևումը։ Իսկ ինչ վերաբերում է Գոհար Մելոյանի հայտարարություններին, ես ընդհանրապես խորհուրդ կտամ մեր հանրությանը շատ լուրջ չվերաբերվել Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստան խմբակցության падգամավորների թեկնածուների հայտարարություններին, որքան եթե ես չեմ սխալվում, նույն Գոհար Մելոյանը հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարում էր, որ Գիրանցը անկլավ է։ Ու մինչ օրս, այդ հարցը իմիջայլոց ես ազգային ժողովի ամբիոնից եմ բարձրացրել, մինչ օրս ուժեղ Հայաստան խմբակցությունից եւ ոչ ոք ներողություն չի խնդրել Գոհար Մելոյանի, այս չգիտեմ, չեմ ուզում որակում տալ, այս պնդման համար, որ իբրև թե Գիրանցը անկլավ է, ինչպես նաև համարձակություն չեն գտել իրենց մեջ, մինչ օրս ներողություն խնդրեն Էդգար Ղազարյանի այն հայտարարության համար, որ ցանկանում է հայ սակրավորները մահանան։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Չախոյան։ Ես եմ շնորհակալ։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։